հատկապես բժիշկներ, ովքեր մասնագիտությամբ դերումով կոչված են զբաղվել անպետության բուժմամբ, համաշխարհային հայտնի գիտնականներ, ում աշխատանքների շնորհիվ ում գործունեությունը ուղղված է հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծմանը։ Եվ վերջապես այստեղ են պարզապես բարի մարդիկ, ովքեր անտարբեր չեն ուրիշի ցավի նկատմամբ, եւ դա նրանց կյանքի կարգախոսն է։ Ահա նորաստեղծ հիմնադրամի խորհրդանիշը։ Մասնակցենք ազգի պահպանմանը, եռագույն է գրված, եռագույն ինչպես մեր պետության գրոշը։ Ընդգծելու համար, որ հիմնադրամի գործունեությունը ունի պետական կարևորություն եւ նաեւ ոչ էրինասության։ Առիթ ունեցել եմ պատմել, թե ինչպես ծագեց հիմնադրամի ստեղծման գաղափարը։ Պարոն Ֆրիդմանի անցյալ այցելության ժամանակ ի նշան նրա ակնառու վաստակի Տիկին Սարգսյանը ընդունելություն կազմակերպեց, որի ժամանակ չափազանց տպավորված ցեղասպանության զոհերի հուշախոթողի այցելությունից պարոն Ֆրիդմանը նկատեց, որ 1.5 միլիոն նահատակներ ունեցող ազգը իրավունք չունի ունենալ վատ վերարտադրողական բժշկություն։ Իրեն բնորոշ անկեղծությամբ Տիկին Սարգսյանը բացականչեց, դե ուրեմն եկեք օգնենք վերականգնել այդ կորուստը եւ այդ 1.5 միլիոնի փոխարեն թող ծնվեն նոր 1.5 միլիոն մանուկներ։ Եվ քննարկումներ ընթացան, գծագրվեց խնդիրը, Հայաստանում կան բազմաթիվ անպտուղ զույգեր, որոնք բուժման կարիք ունեն օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ, սակայն չեն կարող իրենց թույլ տալ այդ։ Ահա այդ բուժման, այդ զույգերի օգնության է եկել նորաստեղծ Արագի հիմնադրամը։ Թույլ տվեք մի քանի մեջբերումներ անել հիմնադրամի կանոնադրությունից։ Հիմնադրամի ստեղծման նպատակն է իրականացնել ֆինանսական աջակցություն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անապահով ընտանիքներին օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ անպտղության բուժման նպատակով, աջակցել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերարտադրողական բժշկության հետագա զարգացման ժողովրդավարական խնդիրների լուծման նպատակով, նպաստել հասարակական կարծիքի ձևավորմանը վերարտադրողական բժշկության բացառիկ դերի մասին ժողովրդագրական խնդիրների լուծման գործում, համագործել եւ կապեր հաստատել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական եւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների, տեղական, արտասահմանյան եւ միջազգային նման նպատակ հետապնդող կազմակերպությունների եւ անհատ անձանց հետ։ Հիմնադրամի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, ազգային եւ համամարտկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա։ Այսօր արդեն պատրաստ է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է։ Պատվավոր նախագահ Տիկին Ռիտա Սարգսյանը, հիմնադրամի տնօրենն է Տիկին Սուսաննա Գաբրիելյանը, բարերար Էթերի Կարապետյանը, Ռենե Ֆրիդմանը, Վիգեն Սեպիլյանը, Էմա Վարդանյանը, Անդրանիկ Պողոսյանը, որ այսօր գործուղման մեջ է, չկարողացավ մասնակցել, սոցիալ փոխնախարար Տիկին Ջեմա Բաղդասարյանը եւ սփյուռքահայ գործիչ Հարութ Սասունյանը։ Եվ այս մարդիկ երաշխիք են նրան, որ հիմնադրամի գործունեությունը լինելու է խիստ նպատակային եւ թափանցիկ։ Այսօր արդեն պատրաստ է հիմնադրամի կայքը, այցելելով որը հենց առաջին գլխավոր էջում դուք կլսեք Տիկին Սարգսյանի մտերմիկ խոսքը ուղղված բոլորին։ Արտացոլված են հիմնադրամի գործունեության բոլոր ասպարեզները, ահա դուք տեսնում եք վերևում իրադարձություններ, պատկերասրահ, հետադարձ կապ, ներկայացված է հոգաբարձուների խորհուրդը, նորից ես այլ չեմ ներկայացնի, աջակցման նամակներ, որը ես վստահ եմ, որ մենք ունենանք շատ, հովանավորներ։ Այս ցուցակը շատ երկար է եւ ես ուզում եմ հավաստիացնել, որ յուրաքանչյուր լումա, որը գալիս է հիմնադրամի հաշվին, այստեղ արտացոլված է լինելու։ Եվ մենք շնորհակալ ենք բոլոր մեր հովանավորներին, ամենամեծ, մինչև ամենափոքր
հանգանակությունը կատարած։ Կան ներկայացված են հաշիվներ, որ կարելի է կատարել հանգանակությունը։ Եվ ես ուզում եմ այսօր բարի թռիչ ցանկանալ մեր Արագիլին։ Թույլ տվեք խորին շնորհակալությամբ եւ ակնածանքով խնդրել Տիկին Սարգսյանին իր սրտի խոսքը որպես ուղերձ ասի մեզ բոլորիս։ Խնդրեմ Տիկին Սարգսյան։ Քանի որ արդեն ամեն ինչ ասված է, ես ուզում եմ միայն հաջողություն մաղթել ձեզ, սիրելի բժիշկներ, եւ խնդրեմ, որ լինեք չափազանց զգուշ, ուշադիր եւ բարեխիղճ, որպեսզի յուրաքանչյուր դրամը եւ ձեր գործադրած ջանքերը հասնեն իրենց նպատակին։ Ես իսկապես շատ եմ ուզում, որ այս ծրագիրը դառնա այն բարի Արագիլը, որը երեխաներ կբերի նրանց այդքան սպասող ընտանիքներին։ Իրամայր, որ երբեք հանկարծ ոչ մի օրորոց չմնա դատարկ։ Թող մոր սրտի մեջ լինի ծնծություն, մանկան ծիծաղով լծվի ամեն տուն։ Սրանք են այն երկի բարերը, որը կհնչի հենց հիմա, այստեղ հատուկ ձեզ համար։ Խոսքերի հեղինակն է Սրբուհի Ստամբոլյանը, երաժշտությունը ծնվեց ինձ մոտ, Անուշ Արշակյանը և Վաղորդյան կաթիլներ մանկական և չախումբան։ Դա է այն անկաղը, որ ասում էին։ Եվ այսպես մի երկի պրեմիերա, որը Արագիլ հիմնադրամի ձոներք է։ Ծիծաղով լցի ամեն տուն։
անգամ շնորհակալություն հայտնել Տիկին Սարգսյանին այս